Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Ղազարյան, բնականաբար լսած կլինեք, ծանոթացել եք Հայաստանի նախկին երկու նախագահի հարցազրույց ելույթներին, տարբեր հարցեր են քննարկվել այդ զրույցների ժամանակ եւ մասնավորապես ամենամեծ շեշտադրումը կենտրոնացել է, թե ինչու տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը։ Նախկին նախագահները, մասնավորապես Սերժ Սարգսյանը, ասում է, որ դրա հիմնական պատճառը իմիջիայլոցանորություն չէ։ Բանակցություններից խուսափելն ու հրաժարվելն է եղել, այնուհետև ձեր իշխանությունն այնպիսի գործողություններ է կատարել, որը թույլ է տվել, որպեսզի Ադրբեջանը արդարացնի իր պատերազմ սանձազերծել է եւ միևնույն ժամանակ ըստ նախկին նախագահի երրորդ ադրբեջանական ու թուրքական կողմերը լիովին տիրապետել են մեր բանակում արկա իրավիճակին, խոսքը 18 թվականից հետոյի մասին է, եւ դա նրանց թույլ է տվել, որ հասկանան, որ մեր բանակի մարտունակությունը ընկած է եւ նաեւ սա է եղել պատճառներից մեկը։ Սրան զուգահեռ նա ասում է, որ պատերազմը անխուսափելի չէր, բայց մինչեւ 18 թվականը միանշանակ կանխատեսելի չէր դրա արդյունքը։ Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Քոչարյանը ասում էր, որ եթե դուք չանեիք բանակցությունների այն սխալները, որոնք արել եք, հնարավոր էր, որ բանակցություններն ավարտվեին մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակով, այսինքն կստորագրվեին այդ բանակցությունները եւ նաեւ Քոչարյանն ասում է, որ պատերազմը ելի առաջին հերթին բանակցային գործընթացի ձախողման պատճառով է եղել եւ դա եղել է հենց Հայաստանի նախաձեռնությամբ։ Դուք նաեւ հրաժարվել եք 19 թվականի փաստաթուղթը քննարկել, սկսել եք բանակցությունները ձեր զրոյական կետից, հետո ասել եք Արցախը Հայաստանը եւ վերջ եւ նաեւ փչացրել եք մեր դաշնակիցների հետ հարաբերությունները։ Խնդրեմ եւս մեկ անգամ հարցին անդրադառնալով, արդյոք ձեր կառավարող մեծամասնությունը բոլոր հնարավորություններն օգտագործել էր թույլ չտալու համար 44-օրյա պատերազմը։ Դուք ճիշտ եք, ամենևին կարիք չկար նայելու երկու նախագահների հարցազրույցները, որոնք իրենց շեշտադրմամբ չեն տարբերվում նախկին հարցազրույցներից կամ ասուլիսներից, նրանք հերթական անգամ պատերազմի մեկնարկի ողջ բեռը դնում են Հայաստանի Հանրապետության վրա եւ հարց է առաջանում, լեգիտիմ հարց, ում շահերն են նրանք սպասարկում այդպես անելով եւ ինչու հիմա, ինչու այս ձևով։ Բայց եթե ես նշեցի մի քանի ուրեմն հիմնական կետեր, որոնք կային ձեր հարցում եւ կսկսեմ դրանց հերթով պատասխանել, բայց փաստերով։ Ի տարբերություն նախկին երկու նախագահներին։ Ապրիլի 18-ին, երբ որ վարչապետ ուրեմն Սերժ Սարգսյանը հավակնում վարչապետ դառնալու հավակնությամբ Սերժ Սարգսյանը հայտնվել էր ազգային ժողովում, նա ասել է ուղիղ մեջբերում Ադրբեջանի պահանջները, բանակցային պահանջները այլևս անիրական են եւ հետո արդեն դա պատասխանում էր Կարեն Բեկարյանին, իդեպ այս հատվածը ես վերջերս տեղադրել էի իմ Facebook-յան էջում, թարմացնելու Սերժ Սարգսյանի հիշողությունը, եւ եթե չեմ սխալվում, եք այլ հանրապետական գրքին պատգամավորի պատասխանելիս ասում է, որ այլևս հույս պետք չէ ունենալ, որ Ադրբեջանը հրաժարվելու է իր ուխտադրուժ նպատակներից ուժի միջոցով լուծել Ղարաբաղի հարցը։ Այսինքն ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը ազգային ժողովից խոսել է բանակցային գործընթացի փակուղու մեջ դնելու իր արարքների մասին եւ հայտարարել մոտալուտ պատերազմի։ Բայց ներողություն, այստեղ մի հավելում անեմ Սերժ Սարգսյանի այդ փակուղուն վերաբերող հարցի մասով ինքն ասում է փակուղի դա դեռ չի նշանակում, որ ընդհանրապես բանակցությունները չէին կարող տեղից շարժվել, որովհետեւ ամբողջ բանակցային ընթացքում եղել են տարբեր փակուղիներ, երբ Ադրբեջանը ուղղակի չի գնացել բանակցելու, բայց հետո գործընթացը առաջ է գնացել։ Ուրեմն եկեք վերադառնանք այս կետին բանակցությունների մասին։ Սերժ Սարգսյանը ասում է, որ այլևս անիրատեսական են Ադրբեջանի պահանջները։ Եթե մի փոքր հետ գնանք եւ մեր քաղաքացիների հիշողություն թարմացնենք, պետք է գնալ վերադառնալ Կազայն, որովհետեւ Կազայն թերևս այն դեպքն է, երբ Սերժ Սարգսյանը գնացել է ստորագրելու, ուզեմ հիշեցնել մեր քաղաքացիներին, որ Կազանում բանակցում էր տարածքների վերադարձը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է քննարկվեր եւ եթե կհիշեն մեր քաղաքացիներ Սերժ Սարգսյանը արդեն իսկ զիջել էր նախկինում տեղի ունեցած հանրաքվեն ասելով որ քանի որ բանակցության փոխզիջման մասին են տեղի ունեցած հանրաքվեն որով Լեռնային Ղարաբաղը հայտարարել էր իր անկախության մասին Սերժ Սարգսյանը զիջել էր եւ ուրեմն ինչ է նշանակում Կազանից հետո բոլոր փաստաթղթերն ավելի վատն էին քան այն, ինչ ձեռք է բերվել, ուրեմն Կազանից հետո բոլոր բանակցային փաստաթղթերը ավելի վատն էին եւ ապրիլի 17-ին նա հայտարարում է, որ այլևս
որևէ իրատեսական լուծում բանակցային գործընթացում չկա եւ դրա համար է շարունակում, որ Ադրբեջանը չի հրաժարվելու իր նպատակներից արդեն ուժով լուծելու։ Բանակցային սխալների մասին, երբ որ խոսում է Ռոբերտ Քոչյանը, իհարկե ցանկությունը շատ մեծ է վերադառնալ բանակցային գործընթաց եւ հիշել, թե ինչպես Ռոբերտ Քոչյանը ոչ միայն դուրս բերեց Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից, որտեղ որ նա ուղիղ մեջբերում կարող եմ Facebook-յան էջումս տեղադրել այդ մասը, որ ասում է այլևս հայկական կողմը կներկայացնի մեկ նախագահ, այսինքն Լեռնային Ղարաբաղը այսպեսով դուրս թողնել բանակցային գործընթացից եւ հետո բանակցային գործընթացը դարձնում է տարածքների վիճաբանություն։ Եկը հիշեք, ուրեմն Մեղրիային փաստաթուղթը, որ գաղտնազերծվեց Քիվեսյան բանակցությունները եւ որը կարելի է համեմել ինչու ոչ Վարդան Օսկանյանի հայտարարությամբ 2001 թվականին։ Եվ մադրիդյան սկզբունքները լավ, եթե մեզ էլ չեն հավատում եւ չեն ուզում մեր քաղաքացիները կամ Սերժ Սարգսյան կամ Քոչյանի հետևորդները հավատալ, կարող են բացել Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը մադրիդյան սկզբունքների մասին, որտեղ որ նա ուղիղ տեքստով ասում է, ում են հիմարեցնում եւ որ իրար կողմ դնում են տարածքային ամբողջականությունը եւ ինքնորոշման իրավունքը, դա նշանակում մեկ բան ինքնորոշում Ադրբեջանի կազմում, բայց լավ, եթե ինձ էլ չեն հավատում, մեր հայաստանյան ղեկավարների նախին չեն հավատում, մեր քաղաքացիները, կարող եմ հուշել, դիտել ուրեմն Ռուսաստանի Դաշնության նախագահի հարցազրույցները, իդեպ դրանք մի քանիսն են, մասնավորապես նոյեմբերի 17-ին 20 թվականին կամ դեկտեմբերին 23 թվականին, եւ որ նա ասում է, որ միջազգային հանրությունը մշտապես ճանաչել է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն այսպիսով կարող ամփոփելով, եթե ասենք, այն բոլոր մեղադրանքները, որոնք երեք հնչել են մեր երկրի նախկին նախագահների կողմից, բոլորը փաստարկված ունեն պատասխաններ, բայց նրանց ամենևին այդ պատասխանները չեն, որ հետաքրքրում են։ Բայց իրենք ասում են լավ թե բաց, դրանք բանակցություններ են։ Շատ լավ, մենք էլ ենք մասնակցում բանակցությունների, կամ սկսել եք ձեր զրոյական կետից, ապա դուք այդ կերպ ուղղակի հրահրել եք, որպեսզի Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, իդեպ ձևակերպումը որպես այդպիսին իմը չէ, որովհետև Ռոբերտ Քոչյանն ինքն ասում էր, որ Հայաստանն ամեն ինչ արել է, որպեսզի Ադրբեջանը ի վերջո պատերազմ սկսի մեր դեմ։ Հայաստանի Հանրապետությունը մասնակցել է բանակցություններին մի քանի ֆորմատով, մի քանի անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եւ դրա մասին կան տարբեր վկայություններ, կան դրա մասին հայտարարություններ վարչապետի կողմից, բայց քանի որ ժառանգություն ենք ստացել մի այնպիսի փաթեթ, որը Սերժ Սարգսյանի ասելով անիրատեսական է այլևս դարձնում Ադրբեջանի ցանկությունները Հայաստանի կողմից եւ ունենք այն դրվագը, եւ որ Սերժ Սարգսյանը մեկնում է Լեռնային Ղարաբաղ եւ այնտեղ իշխանությունների խնդրում է գնալ լուծումների, որոնք գիտեք, այդ հայտնի պատմությունը հետ են ուղարկում Սերժ Սարգսյանին, ժառանգություն ենք ստացել մի բանակցային փաթեթ, որն այլևս չէր կարող սպասարկել։ Բայց Տիկին Ղազարյան, այստեղ հարց կա, եթե դուք ասում եք, որ ստացել եք ժառանգություն վատ բանակցային փաթեթի, բայց միևնույն ժամանակ մենք հիշում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ մենք սկսում ենք մեր զրոյական կետից, այդ դեպքում ձեր զրոյական կետն ինչ կապ ունի նախկինում ստացած վատ ժառանգության հետ։ Դուք մի կողմ եք դրել ժառանգությունը, որը վատներ, ընդունեցինք, դիցուկ, գնացել եք բանակցությունների ձեր զրոյական կետից։ Այդ դեպքում ինչու չեք հաջողել։ Չէ՞ որ դուք արդեն կա ձեր իսկ պատասխանը, նախ այո, մենք փորձել ենք ամեն ինչ անել, ձեր հարցում իսկ կա պատասխանը, որ ամեն ինչ արել ենք, փորձելով նորանոր հնարավորություններ ստեղծել բանակցային գործընթացի համար։ Եվ եթե կհիշեք, վարչապետը հայտնեց նաև, այս մեջբերում իդեպ շատ քիչ է խոսվում, որ պետք է այնպիսի լուծում գտնել, որը շահեկան է թե Հայաստանի Հանրապետության ժողովրդին, թե Լեռնային Ղարաբաղի եւ թե Ադրբեջանի։ Այսինքն քայլ էր արվում բանակցային այնպիսի փաթեթ ստանալ, որը կսպասարկի բոլոր միավորների շահերը։ Բայց ելի եմ ասում, քանի որ ախորժակը բացել էին արդեն Ռոբերտ Քոչյանը Մեղրի փոխանակմամբ։ Այդ որտեղից է հայտնվել Սյունիքի ճանապարհի գաղափարը։ Որտեղից է հայտնվել Թուրքիայի հնարավոր մասնակցությունը բանակցային գործընթացում, եթե կհիշեք, սղագրություններում գաղտնազերծված կա նաև այն դրվագը, որ Ռոբերտ Քոչյանը որոշում է համեմել բանակցությունները Թուրքիայի ցեղասպանության ճանաչմամբ, այսպիսով ինքը մտադրություն ունենալով վիժեցնել այս կամ գուցե չվիժեցնել, այլ ավելի գուցե նպատակային վատ դրության մեջ դնել Հայաստանը, այս գործընթացը, այսինքն ախորժակը բացել են եւ հասել է մի փուլի, եւ որ Ադրբեջանն ուներ հստակ պլաններ տարածքի նկատմամբ։
Բանակցությունների տապալման մասին նաև Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն էր նախորդ օրը խոսել, ինքն ասում է, որ Հայաստանի վարչապետը բանակցային գործընթացում առաջ է քաշել լրացուցիչ պայման կամ պայմաններ 7, որոնք բոլորովին անընդունելի են եղել իրենց համար եւ դրանցից մեկը եղել է հետեւյալը, որ Ադրբեջանը պիտի թեման քննարկի ոչ թե Հայաստանի հետ, այլ Լեռնային Ղարաբաղի հետ։ Դուք շատ լավ հիշում եք, որ վարչապետը այդ թվականներին նաև դնում էր հարցը այն մասին, որ միգուցե պետք է պարզաբանվեն Մադրիդյան 3 սկզբունքները եւ նրա ենթակետերը։ Արդյոք նաև սա չէր կարող բերել բանակցությունների տապալման կամ որ դուք չեք կարողացել բանակցությունները։ Նախ եւ առաջ ուզում եմ արձանագրենք, որ Բայրամովի եւ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների որոշ դրվագներ գրեթե իդենտիկ են եւ եթե ես կարող եմ հասկանալ նույնական են եւ եթե ես կարող եմ հասկանալ թե Բայրամովը իր երկրի շահերն է փորձում պաշտպանել եւ փորձում է Ադրբեջանը ապահովել պատերազմի մեկնարկը տալու մեղադրանքից, ապա իմ համար անհասկանալի է թե ում համար է Ռոբերտ Քոչարյանը մակրազերծում Ադրբեջանին, սա եկեք արձանագրենք, որ գրեթե նույնական թեզերով են առաջնորդվում, իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերադարձին, ապա եթե կրկին մեջբերեմ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այդ դրվագը, որտեղ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ուղղակի հրաժարվում էին բանակցության ձեռք բերված պայմանավորվածությունների մաս դառնալ, ապա շատ տրամաբանական էր, որ Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն վերադարձնել Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանին, բայց եթե դրանից էլ անդին գնամ, մենք այդ փորձերը չենք դադարել նաև պատերազմից հետո, եթե կհիշեք, մեզ որպես իշխանություններ առաջինն էր, ով կարողացավ հնարավորություն ընձեռնել Լեռնային Ղարաբաղի ուրեմն ներկայացուցիչներին բանակցությունների մասնակցել Բաքվի հետ եւ ոչ այլ ուր, քան Եվրոմիության մանդատի ներքո, գիտեք, որտեղ կային պայմանավորվածություններ, որ պետք է տեղի ունենային բանակցային գործընթացներ, բայց ավաղ ուրեմն հայտնի ուժերի ճնշմամբ այդ բանակցությունները տապալվեցին եւ հենց Լեռնային Ղարաբաղի կողմը հրաժարվեց մասնակցությունից, սա պետք է ցավով արձանագրեմ, բայց այո, հայկական կողմը փորձում էր հնարավոր լուծումներ փնտրել այնպես, որ հայ բնակչությունը մնար բնակվելու Լեռնային Ղարաբաղում եւ տեղի չունենար էթնիկ զտումը, բայց ցավոք հանգիստ չէր տալի նախկին նախագահների հետ ասոցացված ուժերին կամ հենց իրենց, որ հնարավորություն կա մի այնպիսի լուծում գտնել, որով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, հայ բնակչությունը կմնար ապրել իրենց տներում։ Եթե 19 թվականի փաստաթուղթը դուք ընդունեիք, ասում են նախկին նախագահները, հարցը չէր հասնի այստեղ։ Դուք հրաժարվել եք 19 թվականի այդ փաստաթուղթը ընդունել, դրանով բանակցել, իմիջիայլոց վարչապետը չգիտեմ, որ փաստաթղթի մասին է խոսում, բայց ասում էր, որ փաստաթղթեր են առաջիկայում հրապարակվել։ Այո, հրապարակվել են ոչ միայն բանակցային փաստաթղթեր, այլ դրանց զուգահեռ տեղի ունեցած նամակագրություններ, որովհետև ես համարում եմ, որ դրանց անբաժանելի մասն են եւ իրենց կարեւորությունը ներկայացնում։ Իսկ ինչ վերաբերում է ուղված չէ, բանակցային գործընթացի վերաբերյալ նամակագրություններ, որոնք պարտադիր միայն նախագահների։ Իսկ ինչ վերաբերում է 19 թվականի փաստաթղթին, այն նույնպես բոլոր փաստաթղթերը կգաղտնաձեռնվեն եւ մեր քաղաքացիները ի վերջո կկարողանան ծանոթանալ այն նամակներին, այն բանակցային փաթեթներին, որոնք ուղղված են եղել նախագահներին։ 19 թվականի փաթեթը ուղղված է եղել երկրի նախագահներին եւ Նիկոլ Փաշինյանը որևէ օր Հայաստանի Հանրապետության նախագահ չի եղել, բայց այստեղ էլ մի բան ավելացնեմ, 19 թվականի փաստաթղթի հրապարակումից հետո մեր ընդդիմությունը կրկին հայտնվելու է փակուղում։ Ինչու եմ այդպես ասում, որովհետեւ կհիշեք ինչպես էին դեմոնիզացնում խաղաղության պայմանագիրը իրեն վերագրելով տարբեր բաներ, ինչ չկա խաղաղության պայմանագրում, ինչպես էին փորձում դեմոնիզացնել Վաշինգտոնյան հռչակագրերը, այն ստորագրությունների տակ գտնված ապաշրջափակման օրինակ փաստաթուղթը, որտեղ կրկին միջանցքային տրամաբանության ոչ մի բան չկա եւ հիմա պարզապես պապանձվել են եւ որևէ բան չունեն ավելացնելու, որովհետեւ իրենց գործիքը սուտն է եւ այդ սուտը շատ շուտով կբացահայտվի, ինչպես բացահայտվեց այս երկու նախկին դեպքերում։ Տիկին Ղազարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս երկու հարցազրույցներին անդրադառնալով ասում էր, որ մեջբերում եմ Ղարաբաղի հարցի կարգավորման Հայաստանի պատկերացրած լեգիտիմությունը պետք է համապատասխանեցնել խնդրի կարգավորման միջազգային լեգիտիմությանը։ Պարզ ասած, մենք լրիվ այլ կերպ էինք պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում միջազգային հանրություն լրիվ այլ, եւ երևի մեր հասարակությանը լրիվ այլ կերպ է ներկայացվել դա։ Եվ ըստ վարչապետի դա գործնականում անհնար էր անել, քանի որ առաջին քայլով պետք էր ընդունել, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լիներ։
Միգուցե սա կարող էր կանխել պատերազմը։ Իհարկե post factum խոսել սրա մասին եւ եթե նաեւ խոսել մի քիչ այնքան էլ ճիշտ չի, ճիշտ դիրքերից չէ, բայց այդուամենայնիվ գուցե դա կանխեր պատերազմը։ Գուցե այն ժամանակ պետք է սա հասկանար վարչապետը։ Կա գաղտնազերծված առաջին բանակցային փաթեթները, կան գաղտնազերծված, որտեղ հստակ արձանագրվում է օրինակ, որ Ադրբեջանի անձնագրերի կրող պետք է լինի հայ բնակչությունը Լեռնային Ղարաբաղի։ Սա մի փաստ է, որը բոլորիս հայտնի է եւ հայտնի շատ վաղուց կա տեղադրված տարբեր կայքերում։ Սա մի փաստ է, որին չենք ուզել առերեսվել։ Հասկանում եք, բանակցային ինչու եմ սա նշում։ Ես սա որպես Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դիվանագիտական թիմի թույլ բանակցություններ չեմ ներկայացնում։ Սա ներկայացնում եմ որպես փաստ։ Դրանից հետո եղել են մադրիդյան սկզբունքներ, շատ տարբեր փաստաթղթեր, որտեղ պարզ էր դառնում, որ ինքնորոշման իրավունքը տեղավորվելու է եւ պետք է տեղավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Էլ կան հարաքվեներ, որոնք պարտադիր իրավական ուժ չէին ստանալու։ Այսինքն այս բանակցությունները, այո, եթե հիմա հետ հայաց նայում ենք, մշտապես դրա մասին են եղել։ Պարզապես քաջություն եւ լեգիտիմություն չեն ունեցել օրվա իշխանությունները գալ եւ դա պարզ տեքստով ասել մեր քաղաքացիներին։ Սարգսյանն ասում էր, ոչ մի թիզական մենք երբևէ չենք եղել, մենք փոխզիջումների մասին ենք բանակցել։ Փոխզիջումների մասին բանակցելով Հայաստանի ներսում ներկայացրել մի ամբողջապես այլ իրավիճակ։ Ասեմ ավելին, եւ որ մենք եկանք իշխանության, մեզ ամեն օր մայիսի 1-ից սկսած մեղադրանքներ ա ուղղվել, որ եկել են հողերը տան։ Եթե իրանք իսկապես շահագրված էին Հայաստանի Հանրապետության ապագայով, եւ եթե իսկապես պատկերացնում էին, որ այլևս անհնար է, հաշվի առնելով նաեւ մեր բարձր լեգիտիմությունը, նրանք պետք է սատարողը լինեին եւ ոչ թե այսպիսի տեքստերով ամեն օր պրոպագանդիստները ուրեմն գուժեին Լեռնային Ղարաբաղի հանձնումը։ Մենք եղել ենք այդ հայրենասիրության բանաձևի կրողը եւ սա նորություն ասած չեմ լինի, վարչապետն էլ քանի անգամ ասել է եւ դրա համար թեւս Հայաստանի Հանրապետության գործող վարչապետը միակն է, որ իր սխալների համար ներողություն է խնդրել։ Իսկ սխալների ընդունել է։ Բավարար է թե չէ, ցույց է տվել մի բան 21 թվականի արտահերտ ընտրությունները։ Վարչապետը հանդես է եկել հստակ ուրեմն տեսլականով, այն է խաղաղության տեսլական եւ հարաբերությունների կարգավորումը հարևան պետությունների հետ եւ մենք դրա համար քվե ենք ստացել։ Բայց դուք 21 թվականին նաեւ դեօկուպացիայի մասին էիք խոսում։ Մենք խոսել ենք դեօկուպացիայի մասին։ Կառավարության ծրագրում դեօկուպացիա չկա, դա կա մեր նախընտրական ծրագրում, այո, ես չեմ հերքելու, դա կա մեր բայց դա արդեն չկա մեր կառավարության ծրագրում եւ թերևս մեր կառավարության ծրագրի լեգիտիմությունը չափելի դարձնելու համար վկայություն կարող են լինել ընդդիմության բոլոր այն փողոցային պայքարները, որոնք տապալվել են։ Մեր քաղաքացիները 58% ըստ հարցումների սատարում են խաղաղության օրակարգը։ Սա մի ցուցանիշ է, որի հետևից մենք պարտավոր ենք գնալ եւ մինչ օրս ես չեմ նկատել որևէ դիմադրություն այն օրակարգի, որը մենք հարահրճակում ենք։ Ես չեմ նկատել այդ դիմադրությունը, երբ որ այցելել եմ համայնքներ, երբ որ ունեցել եմ բակային քննարկումներ, երբ որ հանդիպել եմ երիտասարդներին, երբ որ մենք փաստերը դնում ենք իրար կողք եւ հայտարարում թե ինչի հետևից է գնալու քաղաքացիական պայմանագիրը, ես զգում եմ սատարում եւ ես զգում եմ, որ մեր քաղաքացիները պարզապես շատ երկար են ցանկացել խաղաղություն, ցավոք սրտի չի եղել մի առաջնորդ, որը քաջություն կունենա բավարար դրա մասին հարային խոսելու եւ ստանալու աջակցություն այդ օրակարգը։ Դուք խոսում եք, որ հանրության մեծամասնությունը խաղաղության օրակարգի կրողն է եւ գնալու է այդ խաղաղության օրակարգի հետևից։ Ընդդիմադիրներն ասում են, դուք այստեղ կեղծում եք, որովհետև իրենք պատերազմ չեն քարոզում։ Իրենք եւս խաղաղություն են ուզում, բայց ի տարբերություն ձեզ ասում են, որ իրենք արժանապատիվ խաղաղություն են բերելու հանրությանը, ոչ թե զիջումներով։ Տեսեք, դուք ասում եք խաղաղություն, փաստում եք, որ կա փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի Ադրբեջանի միջև Թրամփի մասնակցությամբ կամ վկայությամբ։ Դուք հիմա արդեն մեկ այլ փաստ եք վերում, ասում եք ցորենը մենք կարողացանք ստանալ Ադրբեջանի տարածքով, սահմանազատում որոշակի չափով արել ենք եւ այլն։ Ընդդիմադիրներն ասում են, չէ, սա իսկական խաղաղությունը չէ եւ ինչպես Քոչարյաններ նախորդ օրը ասում, այդ խաղաղությունը կախված է միայն մեկ հոգուց, Ալիևից։ Եթե նա կուզենա, այդ խաղաղությունը կպահպանի, չի ուզենա, սահմաններին կկրակի եւ խաղաղությունն այլևս չի լինի եւ կպայթի ձեր այսպես ասած խաղաղությունը։ Նրանք ստում են, թե ուզում են խաղաղություն, որովհետև ամբողջապես իրենց էությամբ երկու ֆրակցիաներն սպասարկում են պատերազմի օրակարգ։ Եվ որ Ռոբերտ Քոչյանը երեք հայտարարում է, որ պետք չէ բարբարարվել 29743-ով, դա բաց հրավեր է հարևաններին չհարգելու իրենց իսկ եւ մեր իսկ տարածքային ամբողջականությունը։ Եվ որ իրենք խոսում են վերադարձի իրավունքից, որը շատ լավ գիտակցում են, որ այս պայն անիրատեսական է, կրկին
չեն սպասարկում ամենևին Հայաստանի Հանրապետության շահերը։ Եվ երբ որ խոսում են խաղաղությունից, եւ մենք խոսում ենք խաղաղությունից, մենք չենք խոսում ինչ որ վերացական փաստերի մասին, չենք խոսում վերացական զգացումների մասին, մենք շատ հստակ փոխշահավետության հիմքով խաղաղության մասին ենք խոսում։ Բայց ասում են երաշխիքներ չունեք այդ խաղաղության պաշտպանման համար, եթե իհարկե սա խաղաղություն է։ Եվ դրա երաշխիքը, ինչպես եղել է Եվրոմիությունում, որտեղ մեկ փամփուշտով սկսել է պատերազմ երկրորդ համաշխարհային եւ ավարտվել է, կհիշեցնեմ ինչով, ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ։ Իրականում Եվրոմիության պատմության հիմքում դրված է եղել հենց ապաշրջափակումը եւ փոխշահավետության հիմքը։ Մենք առաջարկում ենք ապաշրջափակում չէ, Տիկին Ղազարյան, մեկ անգամ ցորեն Ադրբեջանի տարածքով Վրաստանով Հայաստան մտնելը ապաշրջափակում չէ։ Իրենք ասում էին սա ապաշրջափակում չէ, սա միջանցք է։ Հետո Ադրբեջանը առաջինը քայլ արեց եւ բացեց իր տարածքը տարանցիկ բեռների համար։ Ասում էին դուք մերժում եք սրանով Ռուսաստանին, Ռուսաստանը եղավ այն առաջին պետությունը, որը մատակարարեց այս երթուղով ցորը։ Նրանք ասում են սա ապաշրջափակում չէ եւ չեն գիտակցում այն, որ Հայաստանի Հանրապետությունը քաջություն է ունեցել առաջարկելու տարածաշրջանին այնպիսի փոխշահավետ մեխանիզմ, որ ապահովել է երկարաժամկետ խաղաղություն, ես ես վստահեցնում եմ։ Որևէ պետության շահերից չի բխելու այս տնտեսական հոսքերի դադարեցումը եւ սա է այն խաղաղության օրակարգը, խաղաղության խաչմերուկը, որ իրենք ծաղրում էին, ասում են մի բուկլետ է վերցրել եք, ընկել եք դռնեդու։ Քոչյանը առաջարկություն ունի, ասում է ես առաջարկում եմ եւս մեկ փաստաթուղթ զուգահեռ ստորագրել այս փաստաթղթին, որը կենթադրի Միացյալ Նահանգների, Չինաստանի եւ Ռուսաստանի երաշխավորությունը, որ արդեն իսկ ընկված փաստաթուղթը չի խախտվի։ Սա հնարավոր տարբերակ է թե ոչ։ Նախ ես պետք է ասեմ, որ ես կարծում եմ, որ խաղաղության երաշխավորը լավագույն այն տնտեսական հոսքերն են, այն կազմակերպություններն են, այն պետություններն են, որոնք շահագրգռված են լինելու այս հոսքերով։ Ես կարծում եմ, որ ձեռք բերված երակողմ համաձայնագիրը Վաշինգտոնյան բավարար հիմք է, որովհետև այդ երաշխավորված ապաշրջափակմամբ է, որ ռուսական բեռները մտել են Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Ես չեմ կարծում, որ այս պահին մենք ունենք լրացուցիչ ներգրավվածության կարծիք եւ հենց ռուսական բեռների մուտքն էր, որ իցուց դրեց, որ ընդդիմության բոլոր թեզերը կեղծ են եւ մենք չենք աշխարհաքաղաքական որևէ կենտրոն դնում ուրեմն ի հակադրություն այլ աշխարհաքաղաքական կենտրոնի, այլ մենք դարձնում ենք տարածաշրջանը նոր եւ հետաքրքիր տարածաշրջան տարբեր պետությունների համար։ Մի դրվագի էլ անդրադառնանք ու ամփոփենք զրույցը։ Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է, իր կառավարման տասնամյակը եղել է ամենախաղաղը։ Սերժ Սարգսյանն ասում է, որ իր կառավարման ժամանակահատվածում մարդիկ ավելի լավ էին ապրում։ Այն ժամանակ ծայրահեղ աղքատությունը գրեթե զրոյացվել էր եւ նաեւ իրենք 4 անգամ թոշակ են բարձրացել։ Իսկ դուք օրինակ կարող եք գնալ սարքել մի դպրոց, որտեղ կա տասնյակ աշակերտ, օրինակ 10-20-ը եւ դուք դրա համար դպրոց եք կառուցում։ Այդ բանի համար դպրոց եք կառուցում, սա էլ միգուցե նախկին նախագահի կարծիքով թալանի տարբերակ կարող է հանդիսանալ։ Այս մասով ձեր մեկնաբանությունը եւ Ռոբերտ Քոչարյանի եւ նաեւ Սերժ Սարգսյանի։ Այս իմաստով պետք է ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի տարիները ոչ թե խաղաղության տարիներ էին, դրանք սողացող պատերազմի տարիներ էին, որտեղ որ դիպուկահարի գրակոցից մահացել են հազարավոր հայ երիտասարդներ եւ ես սա ցավով եմ արձանագրում։ Դրանք Հայաստանի արտագաղթի ամենամեծ տարիներն էին, ինչու, որովհետև մարդիկ խուսափում էին բանակից, որովհետև բանակը դարձել էր մի տեղ, որտեղ ծեծում ջարդում էին եւ դիպուկահարի կրակոցից մահանում էին մեր հայ երիտասարդները։ Սերժ Սարգսյանը ես մենակ մի բան կարող եմ ասել. հեղափոխությունը տեխնոլոգիա չէ։ Հեղափոխությունը հստակ արձագանք է իրողություններին։ Եվ եթե ամեն ինչ այդքան լավ էր, ինչու տեղի ունեցավ հեղափոխությունը։ Իսկ ինչ վերաբերում է հայտնի դպրոցի դրվագին, որը ոչ միայն Սերժ Սարգսյանն է հիշատակել, նաեւ ձևիստների այս շարժումը, ես պետք է ասեմ, որ ցավոք սահմանամերձ համայնքներում չի եղել որևէ լայնածավալ աշխատանքներ դպրոցաշինության, մանկապարտեզների կառուցման եւ սա է եղել նաեւ այս ասիմետրիկ զարգացման հանգրվանը Հայաստանի եւ դա է նաեւ պատերազմի ցուցանիշ, եւ որ Հայաստանի սահմանամերձ վայրերում մարդիկ չեն ուզել բնակվել։ Իսկ ինչ ենք անում մենք։ Մենք առաջարկում ենք օրինակ բժշկական համալսարանի ուսանողներին գնալ եւ ապրել սահմանամերձ համայնքներում։ Բայց եթե երիտասարդ բժիշկը, երիտասարդ ընտանիքը ունի զավակներ, ունի մանկապարտեզ այցելող դուստր կամ որդի, ինչպես է նա գնալու եւ բնակվելու մարզերում։ Հայաստանի ապակենտրոն զարգացման համար անհրաժեշտ պայման է դպրոցների եւ մանկապարտեզների առկայությունը, որպեսզի մեր համայնքները չդատարկվեն։ Սահմանամերձ համայնքները հոմանիշ էին աղքատության, հոմանիշ էին
ճղճիմ կյանքի, որտեղ որ չի եղել որևէ զբաղմունք, որոնք դատարկվել են օրեցօր։ Սերժ Սարգսյանի ասածով ծայրահեղ աղքատությունը զրոյացվել է։ Հիմա ձեզ քանի տոկոս է ծայրահեղ աղքատությունը։ Այո, վարչապետը բյուջեի քննարկման մասին խոսել է 20% է, որ չենք բավարարվում աղքատության տոկոսի նվազեցման, բայց դրա արդյունքը մեկն է, որ չի եղել դպրոցներ, որտեղ մեր համայնքի բնակիչները կարող էին ապրել, զարգանալ, իրենք լքել են համայնքները, անհավասար պայմաններ է եղել մեր համայնքում բնակվող երեխաների համար։ Եվ բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են համայնքների զարգացմանը, ես դրանց մեծ ջատագովն եմ, որովհետև կարծում եմ, որ Հայաստանը հաջողելու է ապակենտրոն զարգացման արդյունքում։ Եվ համայնքում բնակվող մեր բոլոր բնակիչները, մեր բոլոր բալիկները պետք է հնարավորություն ունենալ արժանապատիվ մանկության, դպրոց, մանկապարտեզ գնալուն։ Հիմա ես կարծում եմ, որ բոլոր այս կապիտալ ներդրումները իրենց արդյունքը տալու են տարիներ անց, եւ որ մենք ունենանք զարգացած սահմանամերձ համայնքներ, որտեղից ոչ մի հայ չի ուզելու լքել։ Դուք ձեր խոսքում հիշատակեցիք հետեւյալ միտքը, որ եթե ամեն ինչ դավեր ինչու տեղի ունեցավ հեղափոխությունը, նախկին երրորդ նախագահն անդրադարձել է 18 թվականի դեպքերին եւ երբ հարց էր հնչում, թե ոնց ստացվեց դա, այն առումով թե հնարավոր չէր արդյոք ճնշել, կոպիտ միջոցներ կիրառել, որպեսզի շարժումը մեծ թափ չստանար, Սերժ Սարգսյանն ասում էր, որ ինքը զգացել է, որ ձեր շարքերում կամ այդ օրերի այսպես առաջնորդների շարքերում կարող էին լինել մարդիկ կամ կային մարդիկ 4-5 հոգի, ովքեր իսկապես արունահեղություն էին ուզում եւ շատ կարճ ժամանակում Սերժ Սարգսյանը դրանում համոզվել է, երբ Մարիոթ հյուրանոցում հանդիպել է այն ժամանակ դեռևս ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատգամավոր եւ միևնույն ժամանակ նա ասում է, եթե մենք ճնշեինք շատ կոպիտ միջոցներով, հնարավոր էր, որ այդ հեղափոխությունը տեղի չունենար, բայց իրենք դրան չեն գնացել հետևանքների մասին մտածելով, որ կարող է շատ ավելի վատ հետևանքներ լինել։ Սրան ինչպիսի գնահատական ունեք։ Հեղափոխությունը, ինչպես ասացի, տեխնոլոգիա չի, դա հստակ արձագանքի է տեղի ունեցած երկար տարիներ ընտրական ինստիտուտի տոտալ արժեզրկման, թալանի, կոռուպցիա եւ դա հստակ եղել է արձագանք։ Քանի նախկին նախագահները դա չեն զգացել, իրենք տապալվելու են բոլոր փողոցային պայքարներում, որովհետև եթե կարծում են, որ որոշ տեխնոլոգիաներ օգտագործելով կարողանալու են հասնել նրան, ինչ մենք հասանք Թավշյա հեղափոխության արդյունքում, իրենք չարաչար սխալվում են։ Մեր քաղաքացիներն գոհ են, մեր քաղաքացիներն գիտակցում են, որ իրենք կարող են իշխանություններին փոխել ընտրությունների միջոցով։ Իրենք տեսնում են, որ համայնքներում մենք երբեմն պարտվում ենք եւ նրանք շատ լավ գիտակցում են եւ դա գիտակցել են նաեւ 21 թվականին մեզ քվետալով, որովհետեւ իրենք ընտրել են իրենց ընտրելու հնարավորությունը։ Ես չունեմ որևէ բան արձագանքելու։ Նա մերժված է եւ իր քաղաքական թիմը մերժված է։ Միակ բան, որ կարող եմ հիշեցնել այն է, որ մերժվածի քաղաքական թիմը խորհրդարանում հայտնվել է մի պարզ բանի պատճառով՝ երրորդ ուժի պահանջի, ընտրական օրենսգրքով։ Էս է, որ իրենք մի 3-4 ձայնով կարողանում են իրենց ելույթներն ունենալ, գրանցվել, ստանալ աշխատավարձ եւ լքել նիստերի դահլիճը։ Էս է, ես կարծում եմ, որ քանիցս մերժված Սերժ Սարգսյանն այլևս արձագանքելու բան էլ չկա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանն էր։ Կհանդիպենք։